Բարի լույս բոլորի, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, թող բոլորիս օրը լինի խաղաղ, ուրախ եւ օրհնված։ Ես արդեն իմ կոֆեն դնում եմ, դուք էլ ձերը դրեք, միասին առավոտվա կոֆեն խմենք, մի փոքր միասին զրույց անենք, նոր կանցնենք մեր գործերին։ Ամեն առավոտ արդեն միասին ենք խմում կոֆեն, առանց ձեզ սիրելի հետևորդներ ջան, կոֆե չեմ կարող խմել, օրը սկսում եմ մի բաժակ կոֆեյով ձեզ հետ միասին։ Ներես կոֆեն խմեմ, վերջացնեմ, այսօր շատ գործ ունեմ անելու, իհարկե առանց ձեզ չեմ անելու, ընթացքը սիրով կկիսվեմ ձեզ հետ, իսկ հիմա կոֆեն արդեն իմ պատրաստ է։ Լցնեմ, գնանք, նստենք, խմենք։ Անուշ բույրով կոֆեն պատրաստ է, տեսեք, ինչ լավ, համ ու հոտով կոֆե պատրաստեցի։ Դե գնացինք սիրելիներս։ Այո, սիրելիներս, ճիշտ նկատեցիք, այսօր զբաղվելու եմ սածիլները պիտիրովկա անելու, այսինքն, սիրելիներս, միայն ռեհանը և ծաղիկները, ցանելու եմ նաև վարունգի սերմերը։ Կոֆեն խմենք միասին, վայելենք, հետո արդեն կսկսեմ պիտիրովկա անել ձեզ հետ միասին։ Սիրելի հետևորդներ ջան, անչափ անսահման շնորհակալ եմ ձեր բարի ջերմ խոսքերի համար, որ գրում եք ինձ։ Անսահման շնորհակալ եմ։ Միշտ լինեք բարի եւ օրհնված, ամենակարևորը առողջ։ Առողջություն եմ ցանկանում։ Նոր բոված աղացած կոֆեն շատ համեղ է։ Եղանակները սիրելիները շատ ցուրտ, երեկ ձյան փաթիլներ էր գալիս, դրսում չեմ կարող բալկոնում նստեմ այդ գործողությունները կատարեմ, որոշեցի այսպիսի ցելոֆան բերեցի, ծածկեցի սեղանը, նախորոք արդեն սիրելիներս ես հողը լցրել եմ, որ այստեղ շատ շուրջ բոլորս չկեղտոտվի, հողի հետ գործ ունենք, շատ կկեղտոտվի, 2 հատ թողել եմ, որ միասին լցնենք։ Հիմա կոֆեն խմեմ, մի քիչ էլ սիրով ձեզ հետ զրույց անեմ, նոր արդեն կսկսեմ լցնելը։ Ցանելու եմ նաև ասեցի վարունգի սերմ, բայց հայկական վարունգ եմ ցանելու, սիրելի հետևորդներ ջան, մեր հայկական նազրվան սորտն է, ուղարկել են Հայաստանից, շատ չեմ անելու, դե նազրվանը ուտելու համար է, համեղ, իսկ փակոսների համար նազրվան սորտը լավ չի ստացվում, փափուկ է ստացվում, կոճոտ է նազրվանը, բայց ասեմ, որ համեղ է, ջրալի ուտելու իսկական սեղանի վարունգ է։ Հարազատներս ինչպես եք, ասում եմ հարազատ, որտև արդեն 1 տարի ամեն օր իրար հետ հանդիպում ենք, իրար հետ աշխատում ենք, իրար հետ էլ պատրաստում ենք, ես լավ եմ, արդեն առողջացել եմ, լավ եմ ինձ զգում, առույգ եմ և այսօր տեսնում եք ինչով եմ զբաղվելու, ցանկանում եմ, որ դուք էլ միշտ լավ լինեք, իմ ցանկությունն է դա, որ միշտ լավ ու առողջ լինեք, ամենակարևորը մեզ համար առողջությունն է։ Սիրելիներս, 3 մարին են, կեշային բաց էր թողել, տեսնեիք ինչ էր անում, ոնց էր թռկոտում, թռնում էր էս կողմ, այն կողմ, հազիվ բռնեցի, որ հանկարծ վարագույրները չվնասի, չհանգռի, սկսեց երգել, քանի կար լուռ էր, երգի Կեշաձյան, երգի, մենք էլ մեր կոֆեն խմենք, շատ է չարացել, ուզում է վանդակից դուրս գալ, արդեն սովորեց 2 անգամ, որ դուրս են հանել, առաջին անգամ ինքն էր դուրս եկել, լավ չէին փակել վանդակի,
դուրը դուրս էր եկել, իսկ երկրորդ անգամ Մարին է։ Իսկ հիմա խմեցի, վերջացրեցի, ժամանակը թանկարժի։ Գնամ, ձեռնոցները բերեմ, հագնեմ, սկսեմ արդեն ցույց տալ, թե ոնց եմ անում։ Սիրելիներս, կոֆեն խմելուց հետո անցնեմ գործի։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես եմ հողը թռչում, ինչպես եմ սացիլները դնում բաժակների մեջ, թե ինչպես եմ ցանում վարունգի սերմերը։ Առաջին հերթին ցանելու համար կամ սացիլները դնելու համար բաժակների մեջ հողը պետք է լինի շատ փափուկ հող, թեթև հող, որ մեջը շատ տոֆ լինի, կալցիում լինի, ամեն տեսակի հողի հետ կապված հարուստ լինի վիտամինները։ Թեթև հողի միջից արագ է դուրս գալիս։ Հիմա երկրորդ գործողությունը, որ պետք է ձեզ ասեմ, հողը թռչելն է։ Թռչելուց հետո 10 րոպե թողում ենք հանգստանալ, սառը ջրով չենք թռչում, մի փոքր տան ջերմաստիճանի ջրով ենք թռչում։ Կարող եք մի օր առաջ ջուրը վերցնել, թողնել տան մեջ, հետո թռչել կամ մի փոքր գոլ ջրով։ Թռչում ենք այնքան, որ ջուրը մի փոքր հողից դուրս գա, շատ թռչել պետք չէ, այսպես, սա պատրաստ է արդեն թե ցանելու, թե սացիլները պիծիռովկա անելու։ Ես արդեն բոլորը դրել եմ բաժակների մեջ, հողը լցրել եմ արդեն։ Հիմա հողը վերցնում ենք շատ թեթև, շատ չենք սեղմում, ձեռքով այսպես սեղմելով ամրացնում ենք բաժակի մեջ հողը։ Դուք կարող եք կասետների մեջ էլ դնել։ Ինձ այս տարի հարմար է բաժակներով պատուհաններին դնել, որպեսզի այսպիսի ամանների մեջ դնեմ, ջուրը չթափվի պատուհանի գոտին, պատագոլնիկին։ Սա մեկ։ Սա երկուս։ Թեթև, շատ այնպես չենք սեղմում, որովհետև մեզ սա սեղմել պետք չի։ Եվ շատ լիքը չենք լցնում, մի փոքր կիսատ։ Հա, Կեշա ջան, ասա, ուզում ես գաս օգնես, հա, երևի։ Արի, մեծ սիրով, արի։ Վերջ, սիրելի հետևորդներ ջան։ Ձեզ ուղղակի ցույց տվեցի։ Հիմա դնում եմ հողը մի կողմ։ Արդեն սիրելիներս պետք է, որպեսզի չխառնենք, ես գրել եմ բոլոր վարունգների անունները։ Եվ պետք է, այստեղ ունեմ արդեն կտրած, կպցնեմ բաժակների վրա։ Չէ որ շատ ենք տեսականին տնկելու, որպեսզի չխառնենք, իմանանք ինչ սերմ ենք տնկում։ Եթե լավը չի, այդ սերմից էլ չենք ցանի։ Ահա, սա մալիշ կարանդաշն է, առանձին դնեմ, որ այստեղ արդեն, հես է, դրել եմ։ Հիմա շատ հարմար տարբերակ է, որ անունները չմոռանանք։ Օրինակ ես սկզբից շատ փնտրուկների մեջ էի ընկնում, թե ինչ սերմ տնկեմ։ Հետո արդեն, սիրելի հետևորդներ ջան, այդպես հեշտ եղավ, իսկ երրորդ գրածը, ահա, որ կպցնեմ և ամեն անգամ գնելուն չասեմ, վայ, ինչ սերմ էի գնել, որն է լավը, որն է մարինատի համար, այս սերմերը ես մարինատի համար և ուտելու համար է, արդեն գիտեմ, ինչ սերմ գնեմ, որովհետև 15 տարի արդեն մշակում ենք, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա անցանք գործի։ Սկսելու եմ մեր Հայաստանի
նազրվան սերմից։ Ասեմ, որ ձեռնոցով հեչ հարմար չի տնկելը, թող մնա ձեռնոցները, սատիրները անեմ։ Չեմ կարողանա տնկեմ սերմերը վերցնեմ։ Հիմա մեր Հայաստանի նազրվանից 6 քյոլ եմ դնելու, 6 հատիկ, որովհետև սիրելիներս նազրվանը շուտ մեծանում է, եթե հարկ լինի, ընթացքում էլ կդնեմ, կավելացնեմ, իսկ հիմա 6 հատիկ եմ դնելու, 6 բաժակ։ Ասեմ, որ չեմ թրջել, 2-4, հենց կակռած սիրելի հետևորդներ ջան, 6 հատիկ էլ դուրս եկավ։ Տեսեք, չգիտեմ, հագնեմ ձեռնոց, սպասեք մի ձեռքս հագնեմ, փոշմանեցին։ Սիրելիներս, այսօր արդեն ապրիլի 21-ն է, վարունգի սերմերը ցանում եմ բաժակների մեջ, այսինքն թաղար եմ պատրաստում։ Դեռ ուշացրել եմ մի բան էլ եղանակների պատճառով։ Հողը արդեն ցույց տվեց, թե ոնց եմ լցնում, հիմա հողը լցնելուց հետո խոնավ հողը մատով անցք եմ անում, թեթև վարունգի սերմը 1 հատիկ առանց թրջելու։ Դնում եմ հողի մեջ, նույն հողով, այսպես թեթև ծածկում եմ, շատ հող չենք լցնում, որ շուտ ծլի։ Հաջորդն եմ անում։ Եվ հաջորդ սերմն եմ դնում։ Ես չոր հողի մեջ չեմ ցանում, հետո նոր ջրեմ։ Այդպես կարող է սերմը դուրս գալ ջրի երես։ Խոնավ հողի մեջ ցանում եմ, հաջորդ օրը նոր ջրում եմ։ Նույն օրը չեմ ջրում։ Երեք սերմը ձեզ հետ ցանեցի նազրվան վարունգի, հիմա 3-ն էլ կադրից դուրս ցանեմ, նոր մյուս սերմերի ժամանակ ցանելու կհանդիպենք։ Սիրելիներս, ցանում եմ մալիշ կարանդաշ F1 սերմը, լցրել եմ ափսեի մեջ, որ հեշտ լինի ցանելը։ Թեթև հողի մեջ որ ցանում ենք, սիրելիներս, շատ լավ է ստացվում, դուրս գալիս է հեշտ, իսկ կան չէ հողեր, որ դնում ենք շատ ծանր է լինում, շատ, դրանց միջից շատ ուշ է դուրս գալիս սերմը, իսկ այս տիպի հողերը շատ շուտ դուրս են գալի, ասեմ, որ այս հողերը շուտ էլ չորանում են բույսը, պետք է անընդհատ ջրես։ Ես կծածկեմ ցելոֆանով, կդնեմ պատադգոլնիկի գոգին, համ տաք է և լուսավոր, պետք է լինեն տաք և լուսավոր տեղում։ Տնկելու եմ այս սերմից 10 հատ։ Հետո, սիրելիներս, ընթացքում արդեն քիչ-քիչ սա բարձրանում է, մեծանում է քյոլը, նորն եմ տնկում։ Հետո սիրելիներս, ցանեցի, վերջացրեցի մալիշ կարանդաշ F1 վարունգի սերմերը, իսկ հիմա պետք է ցանեմ կուրաժ F1 վարունգի սերմը։ Այս կուրաժ վարունգներից շատ ընտիր, խրխրթան թթուներ է լինում, միշտ քանի տարի անընդհատ նույն սերմն եմ ցանում թթու պատրաստելու համար, մարինադ պատրաստելու համար, ստացվում է խրխրթան ջրալի համով թթուներ, մարինադներ։ Հողը դնելուց հետո, սիրելիներս, 40-ից 45-րդ օրը կարող ենք արդեն վարունգները քաղել։ Ամեն մի քյոլից 2 կիլոգրամ
մինչև 2-ից 8 կիլոգրամ բերք է տալիս։ Պատկերացնում եք ինչքան բերքատու է։ 10-ից 12 սանտիմետր է ընդամենը մեծությունը և շատ համեղ է։ Կարող ենք աղցանել պատրաստենք, մենք պատրաստում ենք, ուտում ենք և ամենալավ սերմը, նորից եմ կրկնում, մարինադի վարունգը սա է, կուրաժ։ Հիմա կուրաժը պետք է ցանեմ։ Տեսնենք քանի հատ է մեջը։ Շատ քիչ է, լինում են 10-ից 12, սերմ կա 5 հատ է։ Այստեղ գրված է 20 հատ։ Այո, 20 հատ է։ Դե ես լրիվ չեմ ցանի, սիրելի հետևորդներ ջան, որովհետև ես ասեցի, որ հիմա 10 հատը կցանենք, ամեն տեսակից 10 ցանում ենք, հետո ընթացքում, որ սա արդեն ծլում մեծանում է, վարունգները նոր, հաջորդն ենք դնում հողի մեջ սերմը։ Բաժակների մեջ դնելուց թաղար եմ պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, որ հեշտ լինի դնել հողի մեջ թաղարը։ Բաժակների մեջ լավ արմատակալում է, բույսը լինի լոլիկ, լինի պղպեղ, թե վարունգ։ Արմատները լավ հասունանում են, տարածվում են և նոր դնում ենք հողը, իսկ որ հենց ցանես դնես հողը, առանց պիծիրովկա անելու, հողը հենց հիմա հանեմ, տանեմ, դնեմ հողը, լավ չի աճի։ Երկար ժամանակ է հարկավոր, որ աճի։ Ոչ թե չի աճի, կաճի, բայց շատ երկար ժամանակ է հարկավոր, որ բույսը հողի մեջ ադապտացվի և աճի։ Իսկ այսպես հիմա թաղար կանեմ և կդնեմ, ավելի շուտ և արագ կաճի։ Դե ովքեր էլ ինձ հետ որ ցանում են, ուրախությունով ցանենք, առողջ լինենք, որ մեր ցանած բերքն ու բարիքը վայելենք։ Մեկը ցանենք, 1000-ը վերցնենք, սիրելիներս։ Վարունգի սերմերը ցանեմ, վերջացնեմ, նոր կանցնեմ ռեհանին։ Իսկ հիմա ցանում եմ, սիրելի հետևորդներ ջան, զելյոնկա վարունգի սերմը։ Տեսեք ինչքան գեղեցիկ շարված են իրար կողք կողքի փոքր նուրբ վարունգներ են։ Եվ իրականում այդպիսին էլ կա։ 39 օրից մինչև 41 օր արդեն վարունգները կարող են քաղել։ Սերմը հենց հիմա որ դնում եմ հողը, 41-րդ օրը կարող ենք արդեն քաղել։ Նորից նուրբ, փոքր, 8-ից 10 սանտիմետրանոց վարունգներ են, 85-ից մինչև ամենաշատ քաշ ունի 100 գրամ։ Շատ լավ բերքատու վարունգներ են, ճիշտ է, պաչկայի մեջ շատ քիչ է, տեսնում եք, և արժի 120 ռուբլի։ Բոլոր սերմերը այս վարունգի, սիրելի հետևորդներ ջան, հիբրիդներ են։ Մշակված սերմ է, ես 10 բաժակ էի պատրաստել, ընդամենը տեսեք 5 սերմ է, ընդամենը, և 120 ռուբլի արժի, 25 ռուբլի, ավել դեռ, 5 հատը 25 ռուբլով է գալիս էլ ամեն մի հատը, սիրելի հետևորդներ ջան։ Նույն ձևի էլ սա ենք անում, բայց ասեմ, որ շատ լավ սերմ է։
լավ կարևորը խրխրթան վարունգներ են, սիրելիներս, կա չէ վարունգներն ես մի տեսակ թույլ, կաշին հաստ չէ, սրանք շատ նուրբ են, խրխրթան, գեղեցիկ այս չափսի վարունգներ են, հենց ուզում ես անընդհատ նայես այդ վարունգներն, այդպես գեղեցիկ են, սա էլ զելյոնկա սորտի վարունգները, հենց դուրս գան, արդեն ցույց կտամ սիրելի հետևորդներ, մի քանի օր է հարկավոր, որ արդեն ծլեն, հարկավոր է այս սերմերին տաքություն և լուսավորություն, շատ ջրել հարկավոր չէ, երբ որ չոր կլինի, այդ ժամանակ կջրենք, մի հատն էլ դնեմ, դա էլ արդեն ռեհանի սերմերը կդնեմ այդ բաժակների մեջ, կգնա, սա էլ այսպես, վարունգի սերմերը ցանեցի թաղարի համար, վերջացրեցի, իսկ հիմա պետք է ռեհանները հանեմ և տեղափոխեմ բաժակների մեջ, եթե տեսնում եք ռեհանի սացիլները չոր են, ջրում եք, նոր եք հանում, բաժակով չեք ջրում, որպեսզի չթուլանա արմատները, եթե այսպիսի ջուրցանի պլաստմասայից շիշ չունեք, շիշը սովորական, ասեղով անցքեր արեք, տաքացրեք ասեղ անցքեր արեք և ջրեք ահա այսպես, հենց արմատների մոտ, վերևից որ ջրեք, ինքը կպարկի ռեհանի սացիլները, հարկավոր չէ, հիմա ես մեծերը կհանեմ, կսացիլեմ, սիրելիներս, փոքրերը կթողնեմ կմեծանա, արդեն կտեղափոխեմ մեծերը բաժակների մեջ, ինձ մոտ խոնավ է, ես շատ չեմ ջրում, ուղղակի ցույց եմ տալիս, հիմա մի կողմից հանում ենք, որտեղ որ խիտ է ռեհանի սացիլները, մի կողմից ենք հանում, տակից սեղմում ենք, կողքից էլ մատով ենք բարձրացնում, ահա, դուրս եկան, հեշտ և հանգիստ, տեսնում եք, շատ լավ արդեն արմատներ ունեն, բոլորը արմատ է, տեսեք ինչ լավ է, և նույն ձևի ոնց որ վարունգի սերմն ենք դնում, անցք անելով, անցք ենք անում, ռեհանինը ավելի խորն ենք անում և դնում ենք ռեհանի սացիլը զգուշորեն, հողը հավաքում ենք ռեհանի կողքերը, հետո ես կավելացնեմ հող, ձեռնոց, այս հանած հողը կարող ենք լցնել ռեհանի կողքերը, արդեն լավ կողքերը սեղմում ենք, սա արդեն հիմնական տեղը չի, հիմա ես դնում եմ սացիլները բաժակի մեջ, որ լավ արմատակալի, նոր արդեն հիմնական կդնենք հողի մեջ, այսպես հերթով պետք է դնեմ, տեսեք իրանք մի քիչ փոքրոտ են, նվազեն, բայց կտեսնեք, թե ոնց են աճելու, հետոն էլ ցույց կտամ, ընթացքը մինչև վերջ ցույց եմ տալու, սիրելի հետևորդներ ջան, շատ հեշտ է, դժվար գործ չի, ուղղակի եթե զբաղվում ենք հողագործությամբ, պետք է մենք ինքներս ցանենք, մենք ինքներս տեղափոխենք սացիլները, պիծիրովկա անենք, որպեսզի մեր ձեռքի դրած բույսը իմանանք, թե ինչ ենք դնում հողի մեջ, որ գնում ես, չես գիտես, ասում են այս սորտն է, լավ համով
լոլիկ է, բայց մենք մինչև մեր ձեռքով չենք դնում, չեմ համոզվում։ Այնքան է լինում, որ ճիշտ չեն ասում, ուրիշ առնում ես ուրիշ պամիդորի սորտ է, ուրիշ վարունգ է, դրա համար ես արդեն քանի տարի մենք ենք մեր սերմերը դնում, սկզբից մինչև վերջ մենք ենք աճեցնում։ Շատ զգուշ ենք դնում, չենք սեղմում, որ շատ նուրբ են արմատները, չկոտրվի։ Սիրելի հետևորդներ ջան, ցանեցի 4 տեսակի վարունգի սերմեր թաղարի համար։ Բաժակների մեջ պիտիրովկա արեցի ռեհանները, որը ցանել է, այսքանն էլ մնաց։ Դա էլ մի քիչ փարթամանան, արդեն բաժակների մեջ կտեղավորեմ։ Իսկ վարունգները, սիրելիներս, ծածկել եմ ցելոֆանով, սովորական ամենօրվա ցելոֆանով, ոնց որ ասած ջերմոց եմ իրենց ստեղծել, որ համ տաք լինեն, համ էլ լուսավոր։ Այս երկու ամանը վարունգի սերմերն են, երկու ամանն էլ ռեհանի սացիլները։ Ծաղիկների սացիլները որոշեցի մի քանի օր հետո արդեն բաժակների մեջ դնեմ, որովհետև փոքր են դեռ, տեսնում եք, փոքր են, աստրաներն են։ Եվ ավելացած այս ռեհանի սացիլները, որ այսօր չդրեցի բաժակների մեջ։ Այսօր էլ այսքանն էր, սիրելիներս, ցանքը։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, եղեք առողջ և օրհնված, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ, նորեկներ ջան, եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, դրեք լայք, որպեսզի ալիքը տարածվի։